այս խստացումների ֆոնին Հայաստանից մեկնողը առավելապես աշխատանքային միգրանտը, մենք գիտենք ովքեր են ավելի շատ գնում Ռուսաստան չէ։ Ունի օրինական հնարավորություն Ռուսաստանում բնակվելու ապրելու։ Այո, եթե ինքը կնքում է աշխատանքային պայմանագիր կամ ընտանիքը, անդամները։ Այո։ Ուրեմն դեռևս համաձայն ԵԱՏՄ համաձայնագրի կարծեմ 98-րդ հոդվածն է, որ վերաբերվում է աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամներին։ Եթե աշխատանքային միգրանտը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն եւ կնքում է աշխատանքային պայմանագիր, օրինակ 1 տարի ժամկետով, եւ այդ պայմանագրի ժամկետով կարողանում է երկարացնել իր ռեգիստրացիան, իր գտնվելը օրինական, ապա ինքը նույն պայմանագրով կարող է երկարացնել նաեւ իր ընտանիքի անդամների գտնվելը։ Այստեղ միանգամից ուզում եմ մեր Ռուսաստանում գտնվող սիրելի հայրենակիցներին զգուշացնել, խոսքը վերաբերում է օրինական ընտանիքին։ Ինչու եմ սա շեշտում, որովհետև ցավոք այնպես է ստացվել, որ ինձ այդ հարցով արդեն բավականին շատ դիմել են, քաղաքացին մեկնել է, կնոջը չունի ՔԿ մարմիններում գրանցված ամուսնության վկայական, երեխաների ծննդյան վկայական չկա հոր ազգանունը, այսինքն մայրը միայնակ մայր է, իր երեխաները իր ազգանուն են։ Եվ ինքը փորձում է իր պայմանագրով երկարացնել կնոջ եւ երեխաների, իհարկե թույլ չեն տա, որովհետեւ իրենք գեղեցիկ աչքերին չեն հավատում։ Պետք է լինեն փաստաթղթեր։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, իսկ խնդրում եմ մինչև մեկնելը պարզապես կարգի բերեք ձեր փաստաթղթերը։ Ձեր կնոջ հետ ունեցեք գրանցված ամուսնություն, ձեր երեխաների ծննդյան վկայականներում լինի ձեր անունը, ձեր ազգանունը, այլապես դուք ձեր աշխատանքային պայմանագրով չեք կարող նրանց գտնվելը Ռուսաստանի Դաշնությունում երկարացնել 90 օրից ավել։ Լավ, այսպեսով օրենքի խստացումները ուր են տանում, ենթադրում են արտաքսումների նոր ալիք։ Այո։ Եվ երբ սպասել այդպիսի բանը, եթե դա կարող է։ Ես արդեն նշեցի, որ նախագահի 1126 հրամանագրի համաձայն մինչև ապրիլի 30-ն է տրված ժամկետը։ Հիմա քննարկվում է հնարավոր է երկարացի, թե ոչ, առայժմ ոչինչ որոշված չի, դեռևս վերջնաժամկետը համարվում է ապրիլի 30-ը։ Ուստի բոլոր նրանք, ովքեր հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում, ունեն ընդամենը ժամանակ մինչև ապրիլի 30-ը կարգի բերելու իրենց փաստաթղթերը կամ լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը, այլապես ապրիլի 30-ից հետո իրավապահ մարմինները պնդում են, որ կսկսվեն արտաքսման գործընթացները, բոլոր նրանք, ովքեր անօրինական կլինեն։ Ես քանի որ արդեն փետրվարի 5-ից սեփականություն ունեն, բանկային հաշիվներ ունեն։ Այստեղ մի հետաքրքիր բան ավելացնեմ, որ մարդիկ կան, որ ունեն օրինակ կացության կարգավիճակ, վիդնաժительство, եւ եթե երկու ադմինիստրատիվ խախտում են արել իրենք, դա օրինակ նշանակում է շենքի տարածքից 15 մետրից մոտիկ իրենք ծխել են։ Երկու անգամ այդպիսի խախտում է ոստիկանը արձանագրել եւ ամեն մեկի համար 500 ռուբլի տուգանք է գրել։ Նույնիսկ եթե վճարում են այդ տուգանքը կամ չեն վճարում, սա նշանակում է, որ անձը արդեն ունի երկու վարչական խախտում, երկու վարչական խախտման։ Եվ Ռուսաստանում նրա մնալ անցանկալի է արդեն։ Անցանկալի չի, մուտքի արգելք են դնում 3 տարի եւ կարող են նույնիսկ այս խստացումների արդյունքում չեղարկել նրա կացության կարգավիճակը, վիդնաժительствоն։ Դրա համար ես խնդրում եմ հնարավորինս ուշադիր եղեք ձեր տուգանքների հետ կապված։ Հաջորդ կարևոր պայմանը։ Փետրվարի 5-ից սկսած ինձ անընդհատ զանգահարում են մարդիկ, որ իրենց բոլոր փաստաթղթերը կարգին են։ Իրականում այնպես է ստացվել, որ 500-ի շուրջ դիմողներ եղել են եւ շուրջ 40%-ը, որ հայտնվել է ռեեստրում, իրապես փաստաթղթերի խնդիր չի ունեցել։ Բայց 60%-ը, որոնք էլի դիմել են եւ որոնց գործերը մենք դիտարկել ենք, իրենք կարծում են, որ իրենք չունեն խախտում, բայց արդյունքում պարզվում է, որ օրինակ իրենք տեղյակ չեն, որ բուժզնման տեղեկանքի ժամկետը 12 ամիս է եւ իրենք չունեն այս տարվա համար, այո, իրենք 2 տարի առաջ անցել են բուժզննում, հանձնել են մատնահետք, ստացել մատնահետքի կանաչ քարտը եւ կարծում են, որ այդ քարտը, որը 10 տարի ժամկետով է, նաեւ վերաբերվում է բուժզնմանը։
ոչ դա վերաբերվում է միայն մատնահետքին։ Բուժզնման տեղեկանքները պետք է թարմացնել յուրաքանչյուր 12 ամիս մեկ եւ շատ են այն մարդիկ, ովքեր հայտնվել են ռեեստրում հենց միայն նրա համար, որ վերջին 1-2 տարվա ընթացքում իրենք ուղակի հերթական անգամ բուժզննումը չեն անցել։ Ձեր նշած ռեեստրը արդեն սև թղթի տպավորություն է։ Այո, հենց այդպիսին էլ կա, ինքը շատ ծանր բան է, որովհետեւ մարդիկ բացարձակապես դառնում են խիստ սահմանափակ իրավունքներով, այո, ով հայտնվեց։ Նույնիսկ նրանք, ովքեր փաստաթղթի խնդիր չունեն, երկար process է, մինչև դիմում են գրում միգրացիոն հարցերի գլխավոր գերատեսչություն Главное управление по вопросам миграции, process-ը տևում է մի քանի օր, մինչև դիտարկում են փաստաթղթերը, մինչև հանում են, այսինքն մարդը նույնիսկ օրինական կարգավիճակում գտնվելով հայտնվում է այսպիսի process-ների մեջ։ Իսկ ինչպիսի process-ում են հայտնում նրանք, ովքեր այսպիսի փաստաթղթերի խնդիր ունեն։ Ցավոք շատերը տեղյակ չեն, որ ուղակի իրենց տան տիրոջ հետ, որտեղ իրենք ապրում են, ունենալ քաղաքացիաիրավական պայմանագիր, այսինքն ծառայությունների մատուցման պայմանագիր, բավարար չէ, որ իրենք համարվեն, որ իրենք աշխատող են, եթե իրենց համար հարկեր չի վճարվում, կամ իրենք, կամ եթե այդ պայմանագրում նշված է, ապա գործատուն պետք է հարկեր վճարեն։ Եթե չեն վճարում, այդ պայմանագիրը ուղղակի թղթի կտոր է։ Կարող են համարել դա կեղծ փաստաթուղթ եւ դա էլ չեղարկել։ Այսինքն այնպիսի հարցեր կան, որոնց մասին մեր քաղաքացիները տեղյակ չեն, իրենք կարծում են, որ իրենց բոլոր փաստաթղթերը կարգին են, հատկապես նրանք, ովքեր զանգելուց հետո ասում են, մեր գործանողուն փող էինք տվել, այս փաստաթղթերը մեզ համար սարքել է, արդյունքում իրենք փողով գնում են կամ մուտքի արգելք, կամ փող են տալիս եւ հայտնվում են ռեեստրում, որովհետեւ իրենք տեղյակ չեն, որ իրենց այդ փաստաթղթերի ցանկը կամ իրենց ռեգիստրացիան է կեղծ, կամ աշխատանքային պայմանագիրը, որով հարկեր չեն վճարում եւ այլն։ Այսպիսի չիմացության արդյունքում, կարծելով, որ իրենք օրինական են գտնվում, մարդիկ հայտնվում են այս ռեեստրում, բայց շատ զգուշ է պետք լինել, որովհետեւ եթե դեռ ժամանակ ունենք մինչեւ ապրիլի 30-ը օրինականացնելու փաստաթղթերը, արդեն իսկ ժամկետը ավարտված փաստաթղթերը նորոգելու, ապրիլի 30-ից հետո եթե ժամկետ չերկարացնեն, ապա մենք դրա հնարավորությունը չենք ունենալու։ Լինելու է վիսիլկա, այսինքն ուժի մեջ է մտնելու ռեժիմ վիսիլկի։ Կա կասկածանք ձեր մոտ, որ որոշ երկրների նկատմամբ հատուկ խստացում է իրականացում։ Հետխորհրդային տարածքի մասին է խոսքը։ Հատկապես Միջին Ասիական, ամենաշատ նրանք են տուժում այս օրենքից։ Միգուցե նաև պայմանավորված նրանով, որ իրենք նաև թվով են ավելի շատ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն հոսքերի 86 թե 89%-ը Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Ղրղստանի քաղաքացիներն են միասին։ Մենք միշտ եղել ենք 3-3.5%, մենք շատ փոքր թիվ ենք այդ ամբողջ հոսքերի մեջ, բայց մեր թիվը մեծ է մեր երկրի բնակչության հետ համեմատած եւ տարեկան շուրջ 100,000 աշխատանքային միգրանտ, 250,000 ընդհանրապես միգրանտ ունենալը Ռուսաստանի Դաշնությունում, այսինքն ընտանիքի անդամ, ուսանող եւ այլն, սա բավականին մեծ թիվ է մեզ համար։ Տեսեք, մենք խոսում ենք խստացումների դրա հետևանքների մասին, այդ ֆոնին Ռուսաստանի հետ չվերթների քանակը գնալով ավելանում է։ Բա դա ինչ է։ Պարադոքս։ Ես համաձայն եմ ձեզ հետ, բայց առայժմ մենք չունենք ալտերնատիվ Ռուսաստանի Դաշնությանը եւ եթե մարդիկ մեկնում են աշխատելու, փնտրելով պայմաններ, որովհետեւ հետաքրքիր բան ձեզ ասեմ, չնայած նրան, որ ռուբլու կուրսը բավականին իջել է եւ չունի այն արժեքը, ինչ որ ուներ օրինակ 5 տարի առաջ եւ Նաև դա նպաստել է որոշակի թվով, որ մոտ 30% նվազել է մեր միգրացիոն հոսքերի դեպի Ռուսաստանի Դաշնություն, չնայած որ չվերթները ավելանում են։ Այնուամենայնիվ երկրորդ երեսն էլ կա այս մեդալի, այն է, որ նրանք, ովքեր միևնույն է աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում կամ ունեն այնտեղ ինչ որ բիզնես, թեկուզ փոքր, ավելի նախընտրելի է, քան Հայաստանը։ Իրենք նախընտրում են ընտանիքներին տանել, որովհետև չնայած ռուբլու կուրսը մեզ մոտ բավականին ցածր է, Ռուսաստանում այդ ռուբլին շարունակում է իր գնողունակությունը պահպանել եւ իրենք որpիսի երբ որ ուղարկում են Հայաստան իրենց աշխատած գումարը կիսվում է, իսկ այնտեղ այդ գնողունակությունը պահպանում է ու գերադասում են ընտանիքին տանել, բայց պետք է հաշվի առնել, որ ապրիլի 1-ից արդեն ուժի մեջ մտավ, երեխաներին դպրոց չեն ընդունի, եթե նրանք ռուսերեն չիմանան եւ քննություն չտան, այսինքն այդ խստացումները միայն չեն վերաբերվում չափահաս, մեծահասակ միգրանտներին, դա վերաբերվում են բոլոր միգրանտներին։